Մենք այսօր ունենք սոցիալական եւ քաղաքական վիճակից դժգոհող ժողովուրդ, որի վիճակն օրեցօր վատանում է։ Ունենք նշանակալից ընտրակեղծիքներով ձևավորված իշխանություն, որն ունի ներքին ու արտաքին շատ խնդիրներ, որոնք չի կարողանում կամ չի ցանկանում լուծել։ Կոնգրեսականներն հերթական անգամ նման կերպ ողջունեցին հերթական հանրահավաքի մասնակիցներին։ Պայքարը տվեցին իրենց արդյունքը։ Այլևս ազատության հրապարակը լինելու է եւ մշտապես լինելու է Հայաստանի ազատ խոսքի հիմնական ամբիոնը։ Այն լինելու է ցանկացած ընդդիմադիրի, ցանկացած այլախոհի, ցանկացած շարժման հավաքատեղին։ Բոցաշունչ ելույթներ եւ ոչ պակաս բոցաշունչ ընդունելություն։ Տարբեր կոչերից ոգևորված հանրությունը մեկ ցանկություն ունի՝ լսել կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Հոգ չէ, նման կերպ կարելի է մեկնել վերջինիս լրջախոհությունը։ Պարոն Տեր-Պետրոսյանը սովորույթի համաձայն բարևում է համախոհներին եւ սովորույթի համաձայն ելույթը սկսում վերջին օրերի անցուդարձի տեղեկացմամբ։ Այսպես հայտնում է առաջնորդը, վերջնականապես դադարեցվել է 1000-ամյակի մարտահրավերներ ծրագրով Հայաստանի ֆինանսավորումը։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը 2010 թվականին մարդու իրավունքների զեկույցում ողջ միջազգային հանրության առջև Հայաստանը ներկայացրել է որպես մի բռնապետություն, որտեղ պարբերաբար եւ հետեւողականորեն խախտվում են մարդու հանրահայտ իրավունքները։ Կարևոր է պարզել, թե որն է միջազգային հանրության որդեգրած այս նոր դիրքորոշման նպատակը։ Արդյոք Հայաստանի իշխանությունների վրա ճնշում բանեցնելու միջոցով աշխարհաքաղաքական խնդիրների լուծման մտադրությունը, թե մեր երկրի ժողովրդավարացման գործին նպաստելու անկեղծ ցանկությունը։ Թերևս թե մեկը, թե մյուսը։ Լևոն Տեր-Պետրոսյանի տեղեկացմամբ իրենց առաջ քաշած 3 պահանջներից 2-ը բավարարվել են ամբողջովին, մեկն էլ մասամբ։ Եվ այսպես ելույթներն ավարտված են, հեշտ ավանդական երթինն է։ Առանց խոսքի էլ կոնգրեսականներն անկիր գիտեն, ով, որտեղ եւ ինչպես է քայլելու։ Սովորույթի համաձայն ամենաակտիվներն էլ երիտասարդներն են փոքրիկների գլխավորությամբ։ Այս անգամ թմբուկի ձայնից եւ տարատեսակ բացականչություններից զատ փողոցում մեկ-մեկ էլ կռվի աղմուկ էր լսվում։ Քաղաքացիները կարգն էին խախտում, ոստիկաններն էլ այն պահպանում։ Քաղաքականությունը բարդ հաշվարկի արվեստ է։ Այսօր մենք արել ենք մի քայլ եւ շատ լավ հասկանում ենք, շատ լավ ենք հասկանում, որ այդ քայլը միանշանակ չի ընկալվելու մեր հասարակության կողմից։ Այդ շատ լավ հասկանում ենք։ Բայց եթե այնուամենայնիվ այդ քայլը անում ենք, վստահ եղեք, որ շատ լավ հաշվարկել ենք մեր քայլերի եւ կոնկրետ այս քայլի հետևանքները։ Նման կերպ Լևոն Զուրաբյանը հանգստացնում է ամբողջին եւ տուն ճանապարհում, խոստանալով հաջորդ հանրահավաքի ժամանակ, որը նախատեսվում է մայիսի վերջին, նրանց հետ միասին նստել նստացույցի, եթե դրա կարիքը զգացվի։ Արմինե Ավետիսյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։